Ջեյմս Վան Պրագի մարգարեությունը Հայաստանի մասին։ Ինչ տեսավ նա եւ ինչու է դա կարևոր։ Դուք երբևէ նկատել եք, թե ինչպես են որոշ կանխատեսումներ բառացիորեն կպչում իրականությանը։ Դրանք անհնար է մոռանալ, քանի որ դրանք կարծես ինչ-որ խորը ներքին բանի են դիպչում։ 2026 թվականի սկզբին լրատվամիջոցները պայթեցին Ջեյմս Վան Պրագի անունով, մեդիում, որը կոչվում էր Ամերիկայի ամենահայտնի հոգևորական։ Նա պարզապես հարցազրույց չտվեց, նա արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասում։ Հստակ, մանրամասն եւ սարսափելիորեն մանրամասն մարգարեություն Ռուսաստանի համար։ Ես վերադիտել եմ ձայնագրությունները, վերընթերցել հեռարձակումների սղագրությունները եւ պատրաստ եմ ձեզ հետ կիսվել այն մասին, թե իրականում ինչ է ասվել։ Առանց ենթադրությունների, բայց լիովին ընկղմվելով միստիկական էության մեջ։ Մահացու մարգարեություն։ Ինչ է իրականում ասել Վան Պրագը։ Հեռարձակում, որը լռեցրեց նույնիսկ սկեպտիկներին։ Նա ասաց, որ ինքը միայն պատկերներ չի տեսնում։ Նա մեղադրում էր որոշակի աշխարհագրական վայրերից եկող էներգիայի հոսքերին, եւ այդ հոսքերը հիմա սկսել են փոխվել։ Ես նայում եմ աշխարհի քարտեզին, եւ մեկ տարածք բառացիորեն փայլում է։ Բայց դա ուրախության լույս չէ։ Դա ցավի լույս է, որը պատրաստվում է վերածվել մաքրագործման լույսի։ Նա այս տարածքն անվանեց Հայաստան։ Կանխատեսում համար 1. Մեծ լռությունը փոթորկից առաջ։ Վան Պրագի առաջին ասածը ստիպեց հաղորդավարին կրկին հարցնել. Համոզված եք։ Միջնորդը պատասխանեց, որ Հայաստանը տնտեսական կամ ռազմական փլուզման առջև չէ, ինչպես շատերը կարծում են, այլ ինչ-որ այլ բանի՝ մեծ լռությունը։ Դուք սովոր եք աղմուկին, տեղեկատվական պատերազմներին, ճգնաժամերին, հավերժական մրցավազքին։ Բայց ես տեսնում եմ, որ այս աղմուկը սկսում է մարել։ Ոչ թե որովհետև ինչ-որ մեկը հաղթել է, այլ որովհետև հին վերահսկողության մեխանիզմները փլուզվել են։ Այս լռության մեջ շատերը կկորցնեն իրենց կողմնորոշումը, բայց հենց այս աշխարհում է, որ նրանք, ովքեր կարող են լսել, վերջապես կլսեն իրենց մասին ճշմարտությունը։ Ըստ լրատվամիջոցի այս ժամանակահատվածը կսկսվի 2026 թվականի աշնանը եւ կտևի մոտ 2 տարի։ Սա այն ժամանակն է, երբ ավանդական իշխանությունները կփլուզվեն, եւ նրանց տեղը կգան ոչ թե քաղաքական գործիչներ կամ օլիգարխներ, այլ նոր տեսակի հոգևոր առաջնորդներ։ Կանխատեսում համար 2. Թաքնված գանձը։ Հաջորդ բացահայտումը վերաբերում էր տարածքին։ Վան Պրագն ասաց, որ տեսել է մի հսկայական տարածք, բայց նա այն տեսել է ոչ թե որպես զուտ տարածք, այլ որպես իշխանության վայր։ Երկրի տակ, այնպիսի խորության վրա, որը ձեր գիտնականները նույնիսկ չեն կարող պատկերացնել, կա ինչ-որ բան։ Դա նավթ կամ գազ չէ, դա գիտելիք է, դա էներգիայի աղբյուր է, որը կփոխի ամեն ինչ։ Բայց այն չի բացվի շահույթ փնտրողների համար, այն կբացվի նրանց համար, ովքեր այնտեղ են գալիս մաքուր մտադրություններով։ Վան Պրագը զգուշացրեց, որ այս գանձը ռազմական կամ առևտրային նպատակներով շահագործելու փորձերը կհանգեցնեն աղետի, բայց եթե դրան հարգանքով վերաբերվեն, դա Հայաստանին կտա տեխնոլոգիական ցածկ, որի մասին այժմ անհավանական է։ Կանխատեսում համար 3. Վերադարձ արմատներին եւ նոր գաղափարախոսություն։ Ամենահզոր եւ ամենաէմոցիոնալ մարգարեությունը վերաբերում էր հոգևոր ոլորտին։ Վան Պրագը հայտարարեց, որ Հայաստանը զանգվածաբեր մերժում է պարտադրված արժեքները։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ մի կողմ դնում իրենց հեռախոսները։ Նրանք սկսում են միմյանց հետ խոսել ոչ թե էկրանների միջոցով, այլ դեմ առ դեմ։ Նրանք գնում են հին եկեղեցիներ, ոչ թե ոսկեգույն գմփեթներով, այլ անապատում կիսավեր կանգնած եկեղեցիներ։ Եվ այնտեղ, լռության մեջ, նրանք պատասխաններ են ստանում։ Նա ասաց, որ վերջին տասնամյակներին գերիշխող արևմտյան սպառողական մշակույթը մերժվելու է, բայց փոխարենը մութ դարաշրջանը նոր դարաշրջան չի բերի։ Կհայտնվի ընտանիքի, համայնքի եւ պարտականության նոր ըմբռնում։ Արձագանք մարգարեությանը՝ վախ, հույս եւ շփոթմունք։ Ինչպես արձագանքեց աշխարհը։ Հեռարձակումը խառը արձագանք առաջացրեց։ Արևմուտքում շատերը թշնամաբար արձագանքեցին մարգարեությանը։
Քննադատները պնդում էին, որ Վան Պրագը դավաճանել է արևմտյան էլիտաներին եւ անցել ռուսական աշխարհին։ Բայց միջնորդը ինքը պարզապես ծիծաղեց։ Spiritual Digest-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես ոչ մի երկրի չեմ ծառայում։ Ես ծառայում եմ ճշմարտությանը։ Եվ եթե ճշմարտությունն այսօր խոսում է Ռուսաստանի մասին, դա նշանակում է, որ այնտեղ է հիմա գտնվում հոգևոր պայքարի էպիկենտրոնը։ Չեք սիրում դա։ Դա ձեր խնդիրն է, ոչ թե իմը»։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Այսօրվա աստղագուշակը խորհուրդ է տալիս բոլոր կենդանակերպի նշաններին մնալ հանգիստ եւ կենտրոնանալ գործերի վրա։ Սիրո մեջ կարևոր է չշտապել եզրակացությունների։ Զգացմունքները պահանջում են զգույշ վարվելակերպ։ Խոյ։ Նոր հնարավորությունների օր է։ Մի վախեցեք բացվել մարդկանց առջև։ Սիրո մեջ փնտրեք փողզիջում, դա կփրկի իրավիճակը։ Երեկոյան հնարավոր է անկեղծ սրույց։ Ցուլ։ Գործարար գործերում ուշացումները կարող են նյարդայնացնող լինել, եւ ձեր անձնական կյանքը կարող է ուշադրության կարիք ունենալ։ Մի անտեսեք ձեր զուգընկերոջ ազդանշանները։ Հիմա ժամանակն է լսել միմյանց։ Երկվորյակներ։ Այսօրվա աստղագուշակը խորհուրդ է տալիս պահպանել հին խոստումները։ Անձնական կյանքում լավագույնն է խուսափել կոշտ խոսքերից։ Հարաբերություններում ներդաշնակությունն այժմ ավելի կարևոր է, քան վեճում հաղթելը։ Խեցգետին։ Մտորումների եւ վերագնահատման օր է։ Դուք կարող եք նոր հայացք գցել ձեր ներկայիս հարաբերությունների վրա։ Երեկոն իդեալական է սիրավեպի եւ սրտանց զրույցների համար։ Առյուծ։ Կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա։ Չնայած դժվար կլինի հավասարակշռություն գտնել ձեր անձնական ցանկությունների եւ ուրիշների սպասումների միջև։ Սիրո մեջ կարևոր է չկենտրոնանալ անցյալի վրա։ Նոր զգացմունքներն արդեն հորիզոնում են։ Կույս։ Զգացմունքները կարող են բարձր լինել, իսկ հարաբերություններում լարվածությունը կարող է աճել։ Մի տրվեք սադրանքներին։ Ձեր զուգընկերը ակնկալում է, որ դուք կհասկանաք։ Երեկոյան հնարավոր է դեպի լավը շրջադարձ։ Կշեռք։ Օր, երբ ամեն ինչ չի ընթանա ըստ ծրագրի։ Հարաբերություններում խուսափեք չափազանց կատեգորիկ լինելուց։ Բաց եղեք երկխոսության համար։ Սա կփրկի իրավիճակը։ Կարիճ։ Լավ ժամանակ է փոփոխությունների համար, այդ թվում անձնական կյանքում։ Կարող է սկսվել նոր սիրային հարաբերություններ։ Մի բաց թողեք նոր մարդու հետ հանդիպելու եւ ակտիվորեն սիրախաղ անելու հնարավորությունը։ Աղեղնավոր։ Ձեր զգացմունքները կարող են անկայուն լինել օրվա առաջին կեսին։ Ինքներդ ձեզ վերահասկելը դժվար կլինի, բայց փորձեք չսրել իրավիճակը։ Այծեղ ջուր։ Սա այն օրն է, երբ չպետք է օգնություն ակնկալեք։ Գործեք ինքնուրույն։ Դժվարությունները ձեզ չեն կոտրի, եւ անձնական կյանքում հնարավոր է հաճելի անակնկալ։ Ջրհոս։ Նոր գաղափարների եւ անսպասելի ծանոթությունների օր։ Բախտը ձեզ հետ կլինի, իսկ սիրո մեջ ամեն ինչ կախված է ձեր ինտուիցիայից։ Լսեք ձեր սրտին, այն ձեզ կցույց տա ճիշտ ուղին։ Ձկներ։ Հնարավոր են կոնֆլիկտներ, բայց դրանք կօգնեն պարզաբանել զգացմունքները։ Գլխավորը ձեր սահմանները չանցնելն է։ Հարաբերություններում խուսափեք ճնշումից։ Նրբությունն այժմ ավելի կարևոր է։